Գորիսի պետական քոլեջում Չարենցի 115-ամյակին նվիրված գրական ցերեկույթ էր կազմակերպվել։ Հրավիրվել էր գրականագետ Դավիթ Գասպարյանը, ով ներկայացրեց Չարենցի կյանքն ու ստեղծագործական ուղին։ Ինքը մեր ժամանակի առաջնորդն է, որովհետև ինքը ազատության ոգին ու ազատությունն ինքն է, Չարենց։ Այո, այն ազատության սահմանը, որ Չարենցը նվաճեց, մենք այսօր շատ հետ ենք այդքան ազատությունն ընկալելուց։ Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի 115-ամյակի առթիվ մեծ պոետի նվիրված գրական ցերեկույթ էր կազմակերպվել Գորիսի պետական քոլեջում։ Հանրապետությունում հայտարարված Չարենցյան տարին է եւ մենք որոշեցինք, որ պետք է քոլեջում Չարենցյան օր հայտարարենք եւ գրական ցերեկույթ։ Միջոցառմանը ներկայ էին ուսանողներ, բազմաթիվ հյուրեր, հրավիրված էր նաև գրականագետ Դավիթ Գասպարյանը։ Գրականագետը ցերեկույթի ընթացքում ներկայացրեց բանաստեղծի կյանքն ու ստեղծագործական ուղին։ Ամեն ժամանակ ուզում է Չարենցին հարմարեցնել իր պատկերացումներին։ Չարենցի ազատությունը անսահման է, երբ կարողանանք հասնել դրան։ Դրա համար պետք է հասուն հասարակություն եւ ամենակարևորը պետք է ոչ միայն լսել, այլև կարդալ, բնագրին մոտենալ, սկզբնաղբյուրին մոտենալ։ Նրան այդպես միանգամից ըմբռնելը շատ դժվար է, բայց այնքան դյուրամատչելի մատուցեց մեր հարգելի պրոֆեսորը, գրականագետը, որ ուղղակի բոլորը Չարենցին տեսան, զգացին Չարենցի մեծությունը։ Գրական ցերեկույթի ընթացքում Դավիթ Գասպարյանը պատասխանեց նաև հանդիսատեսին հետաքրքրող հարցերին, խոսեց այժմյան երիտասարդության ընթերցանության շուրջ ծավալվող խոսակցությունների մասին։ Չեն կարդում ուսուցիչները, չեն կարդում դասախոսները, եւ քանի որ իրենք չեն կարդում, չեն պահանջում իրենց սաներից։ Ես ինքս դասավանդել եմ, պահանջել եմ եւ լավ էլ կարդում էին։ Եթե պահանջում ես եւ քո օրինակով ծառայում ես այդ բանին, հետեւում են քեզ, չէ։ Ամեն ինչ գալիս է ոչ թե սանից, այլ ուսուցչից, իմացեք, լավ ուսուցիչը կկարդացնի, վատ ուսուցիչը կքնեցնի։ Եղիշե Չարենցի գործունեության անդրադարձան նաև քոլեջի ուսանողները, հանդիսատեսի դատին հանձնեցին Չարենցի բանաստեղծություններից։ Որպես լքված թավջութակի ձգված միլար, դողում է սիրտս կարոտով միահարկու, կարոտներից գագաթն է այն, վերջին քնար, մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու։ Միջոցառման ավարտին ներկաները կարևորել են ցերեկույթի կազմակերպումը, նշելով, որ հայ գրականությունը պոեզիան հայ ընտանիքի կրթօջախների կրթական եւ գրական արժեքների պահպանման ու ամրապնման երաշխիքն ու հենասյունն է։ Մենայն բարիք։